Կասեք ինչքան գումար եք կորցրել ու որ հարթակի միջոցով։ Ես շատ մեծ գումար կորցրել։ $92,000 Ոնց է դա եղել։ Մի անգամից եք կորցրել թե քիչ-քիչ։ Չէ, մի անգամ չեմ կորցրել։ Սկզբից Գազպրոմի հայտարարությունով գումար են ներդրել, որպես խաղարկության իմաստով։ Հետո որոշ ժամանակ հետո իբր դե խաղարկությունը եղել է գումարը շահել։ Այդ գումարը ստանալու համար ինձ գումար ուզեցի, դա էլ տվեցի։ Ինչքան էիք շահել։ $1,300 ներդրել էի $500, ստացել էի շահել էի $1,300։ Ու դրանից հետո սկսվեց իմ խաղարկությունը։ Բարբերաբար զանգում էի, թե այսքան գումար ա հաղթում, որ գումարը տամ։ Ու տարբեր մարդիկ էլի, տարբեր կազմակերպություններ, տարբեր յուրիստներ, չգիտեմ որտեղի, բոլորը իմացել են, որ ես փող եմ, պետք է ստանամ, բայց չեմ ստանում։ Հետո որ գումարը դարձավ արդեն պետք ես ինձ վճարողը չեմ։ Հայվանագիրը ուտենտեմ ենցեք, որ գումարը ստանալուց 7% իած պետք է վճարել։ Գումարը դարձել էր 19 միլիոն։ Ու ասեցին արդեն կարող եք ստանալ, բոլոր հարցերը ունեցել էի։ Բանկի հավելված ասեցին բացեք, այստեղ որի տակ գումար ա, ես ինձ քանի բացեցի, տեսամ որ բան ես 15 միլիոն գումար ասեցի պետք է զրոյատանացնես, որ այդ գումարը նիստի հետը բարը ասի ես գնակ բանկից կհանդեպ եք 15 միլիոն, բայց հետին մայներ ասի հետին սպասեք, իպակը գնամ բանկից կհանդեպ, բայց մենք կարող ենք անձնական կաշալոտի մեջ տանան փոխանցել դուք փոխնենք մենք քեզ Lokantiya aslan karşı kolektifler, hatta hastane milyonlarla tepeden tuğla hit, это да это Ոստապտեցի կորավ։ Վարկ եղել է, թե ամբողջությամբ ձեր գումարն է եղել։ Ամբողջությամբ երևի մի $1,000 դրանից այդ սկզբնական խաղարկությունից։ Դրանց հետո անդադի այդ գումարը նեզել, որ տեսել եմ հասել այն գումարը դեր չեմ կմնել եւ հետո արդեն դարձավ 34 միլիոն իմ գումարը։ Այդ հոտը դրանից $1,000 մնացած ընդրել իմ անձնական գումարը չէ։ Անցավ նորից իրավաբանական հեռախոս մեջ անդադ տեսնում եք Ինտերպոլ, OVKP իրան կարող են օգնել, ցուցակներ ունեն, որ դժվարների անունները մենք կարող են դեզոնել, ոնը դիմում են, այս կամոստով տեսնում, որ օգնել, այս կամոստով ու այդ ձևով գումարը դարձավ $5,000։ Այսինքն այդ փաստաբանին, որ վարձել էիք, էլի գովազդով էիք տեսնում։ Ահա, հեռախոս։ Որ սոցցանցերում էր, այսինքն Facebook, Instagram, WhatsApp։ Լավ, իսկ այդ ընթացքում կասկած չէր առաջացել ձեր մոտ, ինչ որ մեկի հետ չեք խորհրդակցել, հարցրել օրինակ նման բան եմ անում, արժե թե չէ։ Հարցրել իհարկե հարցրել եմ։ Սկզբից արվալը սայթ դիվենցիի խոսում վանևալուսեդ։ Ես եմ փող չունեմ։ Ասեց $100, $200 ես հիմա կտամ։ Դա օդ է։ Քնոջը փող ուղարկի։ Ապետ արվալը սիրկան ասի ես հիմա չունեմ։ Իրար է երրորդ անձնավորության հետ զրուցել ենք, այնքան համոզված որ համոզվեցի, այլապես հապետ և կարդահարդել տարա ուղարկեցի, արծումից հետ կոր։ Այսինքն պարտք եք արել, ճիշտ եմ հասկանում։ Ես հա, շատ պարտք եմ։ Իսկ թորներ, երեխաներ չուներ։ Ես միայնակ եմ համոզված։ Այլ բարեկամներ, ինչ որ բարեկամի երեխաներ, որոնց հետ կարող էիք քննարկել դա։ Մնացել եք մենք 4 կույն, մեկը Ռուսաստանում ալդրիվ անջատված են, մեկը աղուսին է հիվանդը վրատաղող ճամ է, ինքը միայն ամուսնոված վաղաց, եսը մի հատ կուրում եմ, երաժշտ կուրում
Minimum հնարավորություն ունի ու դեպ minimum հնարավորություն ունի օգտվել որ ես կարողանամ կրեդիտներս վարկեր ունեմ բանկերով Մինչև եք վարկեր ունեցել այսինքն։ Հա, սրանք որ վարկեր են ձևակերպել։ Ամառն վերցրել Այսինքն իրենք են վարկեր վերցրել ձեր անունով ու յուրացրել։ Ես եմ վերցրել իրենց տալու համար Իսկ դրանք սառեցված չեն։ Ինչի պետք է սառեցվի ես վարկեր վերցրի ինչի պետք է սառեցվի Բանկին դիմել եք։ Մենակ դիմել եմ որ առաջ ասենք մի ամսվա բարձր 73 էր ես իջակի չէի մեծ գումարտը խնդրել եմ ոչ ժամկետը երկարացնել գումարը պատասխան այ հա դրա համար վճարեցի ես 7,500 դրա համար վճարեցի որ գնումից պատասխանեցի հիմա գումարը փոքրացրել են ժամկետը երկարացվել ու ես վարձը վճարում երկու տեղ վճարեմ իդե Վերջի ոստովենը գրավատել Կասեք, որ կազմակերպության կողմից եք տուժել։ Հելոբիտ կազմակերպության կողմից։ Ոնց է եղել, ինչ է տեղի ունեցել ու ինչքան գումար եք կորցրել։ Ուրեմն այդ հելոբիտ հարթակը լայն տարածում էր կտե հանրապետությունում, որտեղ խոստանում էին 6 դրամական շահույթներ եւ ռեկլամների միջոցով եւ տարբեր մարդկանց կողմից լսվեցի, որ հելոբիթում ներդրումներ արեցեք, ամեն ինչ օրինական է, թափանցիկ է, հելոբիթը նույնիսկ ասեցին, որ Հայաստանում ունի բարեգործական հիմնադրամ, գործում է Հայաստանում եւ այնտեղ կարելի է ներդրումներ կատարել եւ ամեն ինչ պաշտպանված կլինի, ամեն ինչ օրինական է, ոչ մի խաբեություն, ոչ մի խարդախություն չկա։ Իսկ ինչ էին գովազդում, ինչ գովազդ էին դրել, որ դուք այդ գովազդով դիմել եք։ Instagram-ից էր գալիս գովազդներ եւ տարբեր կայքերից ներդրումներ արեք հելոբիթում եւ ստացեք եկամուտներ։ Ամեն ինչ օրինական է եւ թափանցիկ։ Այնտեղ նույնիսկ ճաշկերույթներ էին կազմակերպում, ճաշկերույթների փողեր էին փոխհատուցում եւ Ինչ ճաշկերույթի մասին է խոսքը, դուք մասնակցել եք նման ճաշկերույթի։ Ես չեմ մասնակցել, բայց կարայի մասնակցեի։ Կար նման հնարավորություն, ուղղակի չհարմարվել չեմ մասնակցել։ Այսինքն, հելոբիթի անդամներ կամ նոր գրանցվողներ, մի քանի հոգի, եթե հավաքվում են, քննարկում են հելոբիթը եւ սկսում են այնտեղ գրանցումներ անել, կազմակերպում է ճաշկերույթներ։ Ցանկացած կլինի դա ռեստորան, կլինի սալենտիկետ, որտեղ լինի, կարային նստեին, գերուխում կազմակերպեին եւ այդ կտրոնները նկարում եւ ուղարկում էին այդ կազմակերպության ադմինիստրացիա եւ այնտեղից ստանում էին գումարի փոխհատուցումը։ Կոչվում էր ճաշի գումար։ Սկիցը։ Լավ, իսկ ինչքան գումար եք կորցրել։ Ես կորցրել եմ $7,000։ Այսինքն 7000 USD, որը հավասար է $7,000։ Ոնց եք դա կորցրել, այսքան փոխանցել եք իրենց, թե ոնց։ Ներդրում ենք կատարել через Binance։ Binance-ից ներդրվել է Helobit կայք, այնտեղ սկսվել է աշխատել։ Օրեկան ստանում ենք արևդրային ազդանշաններ, որից ավելանում էր մեր գումարը։ Հետո ավելացած եւ 35 օրվա կտրվածքով կազմում էր 100%։ Այսինքն ներդրած $1,000 դիմաց ավելանում էր $1,000։ Իսկ մինչև ներդրում անելը որևէ մեկի հետ խորհրդակցել եք, օրինակ ընկեր, հարազատ, բարեկամ, հարցնեք, օրինակ, արդյոք սա խելամիտ տարբերակ է, ովքեր են եղել օգտվողները, թե ոչ մեկի հետ չեք խորհրդակցել կամ խոսել։ Դե հարազատ բարեկամներից ով որ հելոբիթի մեջ կար, բնականաբար նրանք էլ իմ նման հրապուրված էին, հիացած էին, որ կա օրինական հարթակ, որտեղ կարելի է փող աշխատել։ Նրանցից տորբան չէր իմանա։ Իսկ ովքեր որ չկային հելոբիթում, նրանք սկի կաղապար չունեին, ինչի մասին հարցնեի ես նրանցից։ Իսկ բանում չկա մի կայք խոսքի կառավարության կողմից կազմված, որտեղ կարելի է հարցում անել։ Արդյոք տվյալ հարթակը օրինական է թե ոչ։ Օրինակ, ասեմ սենց Մենք չենք կարող ամեն ինչից զերծ մնացած ապրենք։ Այսինքն, գովազդները տարածվում է համացանցերում, աշխատանքի տեղավորվելու գովազդներ, չգիտեմ ինչեր։ Մարդիկ օգտվում են համացանցից, ոչ է տունը նստած ոչ են գա քեզ կանչի ասին արի քո համար աշխատանք ենք առաջարկում։ Բնականաբար ոչ։ Պետք է տեղեկանաս գովազդներից։ Իսկ կառավարությունը եթե ունենա մի հատ հարթակ,
որտեղից մենք հարցում անենք, օրինակ մի հատ ելել է Highbit։ Այդտեղ մենք կարանք ներդրում անենք, թե ոչ։ Ու մեզ հաշտակից պատասխանեն, որ ոչ, զեղծարարական է։ Կամ պատասխանեն, որ ամեն ինչ օրինական է, կառավարությունը տեղյակ է։ Կատարեք ձեր ներդրումները եւ աշխատեցեք։ Այդ ժամանակ արդեն այսպիսի խնդիրներ չեն առաջանա։ Իսկ ոստիկանություն, քննչական կոմիտը ինչ պատասխաններ եք ստացել, ինչ ընթացքում է Ես իրավական անձամբ չեմ գործընթացը։ դիմել, իմ դիմումը հանձնել եմ պարոն Ղարագերզյանին եւ նրա միջոցով եմ դիմում։ Ինչ գործընթաց է ընթանում, ինչ է տեղի ունենում իրավական մասով տեղյակ եք։ Ինչքանով որ տեղյակ եմ, քննչականից խոստացել են, որ կլինեն փոխհատուցումներ, բայց ժամկետ չի ասվել, թե այս խոսքի այսինչ թվականի, այսինչ օրը մոտեցեք, նայենք, տեսնենք ով ինչքան է կորցրել եւ փոխհատուցենք։ Կոնկրետ ժամկետ չի ասվել, ասվել է կփոխհատուցենք։ Դրա համար էլ մենք հիմի անում ենք նստածույց։ Այսինքն պահանջում ենք մեզ ժամկետ ասեն։ Մենք չենք ասում թե հենց հիմա բերեք քննչականից ու մեր փողերը տվեք, մենք էտանք։ Ոչ, թող ժամանակ ասեն, հետո ինչպես կարգն է, կանչեն, հարցակնեն, տեսնեն ինչոց է, ով ինչքան է ներդրել, արդյոք իր ասածը համապատասխանում է իրական ներդրմանը, այդ ամեն ճշտումները կատարեն եւ ասեն, որ խոսքի այսինչ օրը կգաք ձեր փոխհատուցումը ստանալու։